Ալո։ Բարի երեկո ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, Գայանեն Զարգարյան ձեզ անհանգստացնում, վաղուց մենք չենք զրուցել։ Եթե դեմ չեք, զրուցենք ինչ է կատարվում հետընտրական Հայաստանում այս օրերին, պարոն Համբարյան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն Համբարյան, ինչ է կոնկրետ տեղի ունենում այս ժամերին հետընտրական Հայաստանում։ Տեսեք, երկրորդ նախագահը հայտարարել է, որ փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարեն, եւ ասում է, որ համոզմունք ունի առնվազն մի 10% իշխանականները իրենց հնարքներով ավելացրել են ձայները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ասում է, որ ունենք տապալված ընտրություններ, առաջարկում է երկու պայման, նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ։ Իսկ ՀՀԲՀԿ-ն հայտարարում է, որ կամ ընտրություններն են անվավեր ճանաչվում, կամ կոնկրետ տեղամասերում վերաքվեարկություն է նշանակվում։ Ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը եւ հաջորդիվ ինչ զարգացումների կարող ենք սպասել։ Ուրեմն այն, որ ընտրությունները կեղծված է, դա փաստ է եւ կեղծիքների գործընթացը շարունակվում է, դա էլ է փաստ։ Նույն քարոզչությունից սկսած մենք տեսանք ոչ հավասար պայմաններ, որը ստեղծվել էր Հայաստանում, երբ որ ասենք իշխանության տեխնազուն նույն Նիկոլ Փաշինյանը ամենավերջին վիրավորանքները, ամենավերջին սպառնալիքները, ամենավերջին անմագարտակ վարքագիծներ ցուցաբերում հանրության տարբեր շերտերի նկատմամբ։ Եվ դրա դիմաց ոչ մի բան, ասենք նույն Նիկոլի թիմագից, ասենք Թալինի համայնքապետը, ինչ որ օգնություններ էր բաժանում մարդկանց, եւ դա շատ նորմալ էր ընդունվում նույն գործող իշխանությունների կողմից, ոչ մի քրեական գործ։ Նույն քարոզարշավի ժամանակ մենք բազմաթիվ ցայնագրություններ ենք ունկնդրել, թե ինչպես են ասենք, թե մարզբեդարանների կրթության վարչության պետերը կամ համապատասխան գյուղի դպրոցի տնօրենները իրենց ուրեմն WhatsApp-ի կամ այլ սոցիալական ցանցերի չաթերով խորհրդորում դպրոցի աշխատակիցներին, դպրոցի աշակերտների հետ միասին գալ մասնակցելու այսինչ մարզբեդի կամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ու դա բացարձակ ուղղորդում չէ։ Ավելին մենք տեսանք, որ ասենք սովորական խոսակցությունները մարդկանց միջև, եթե այդ խոսակցությունները տեղի էին ունենում հատկապես ընդդիմադիրների միջև եւ հատկապես այդ խոսակցություններում քննարկվում էր ինչ որ դրամային գործարք, նույն րոպեին վերագրում էին որպես կոռուպցիայի։ Ասենք պատկերացնում եք, չէ, ասենք Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը փորձեին քարոզարշավի ընթացքում օգնություն տրամադրեին ինչ որ մեկին։ Դա Նիկոլա եւ Նիկոլի թիմագիցները կսարքեին մեծ սկանդալ, բայց այն որ օրինակ ես նոր նշեցի Թալինի համայնքապետը մի քանի միլիոն դրամի օգնություն էր բաժանում քարոզարշավի ժամանակ Թալին խոշորացված համայնքի բնակիչներին, դա օրինակ շատ նորմալ է դիտարկվում։ Գումարած դրան, մենք նաև տեսնում ենք, որ ասենք այդ ողջ քարոզարշավի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչներից մոտ 700-750 մարդ ձերբակալվեց, տարբեր տեսակի պատիժների ուրեմն կրելու ուրեմն արգելքներ նրանց վրա դրեցին, ասենք այդ տնային կալանք, բանդարգություն, գրավով դուրս գալ եւ այլն եւ այլն։ Որևէ իշխանական ներկայացուցիչի պահով դուք տեսել եք նման որոշում։ Ասենք նույն Նիկոլը առանց ամոթի փորձեց Արագածոտնի մարզի, որքան հիշում եմ, դպրոցի այն տնօրեններին, ովքեր խաթարելով ուսումնական գործընթացը, խաթարելով աշակերտներին համապատասխան հատկացված ժամանակը, որ նրանք պետք է անցկացնեն դպրոցներում դաս պարաբելիս, գնացել են իր հետ հանդիպման, փորձեց իր գեղցի ոճով ներկայացնել, թե աշակերտները իրենք են փախել դասից, որպեսզի գան իր հետ հանդիպման։ Անում եք, չէ՞։ Ու այդ ասենք փորձեց ջրել, ինչպես ասում են, իր թիմագիցների հանցագործությունը, որ երեխաներին բերում են իր հետ հանդիպման։ Տպավորություն է, որ ինքը կամ Ռոնալդոն է կամ Մեսսին է, լավ ամոթ է։ Գոնե իր թիմագիցների հետ կան հասկանային, որ երեխաներին արգելված է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, բայց ոչ Նիկոլին դա ամեն ինչ կարևոր է։ Ինչ վերաբերվում է ընտրության օրը տեղի ունեցած կեղծիքներին, ապա նշեմ, որ ինչպես եւ սպասելի էր, յուրահատուկ ձևով կեղծիքները բացահայտվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն
դրվագով, որ ասենք տվյալները համապատասխան տեղամասերից մուտքագրվում էին ուրեմն համապատասխան ուրեմն կենտրոնական դրական հանձնաժողովի ուրեմն կոմպյուտեր այսպես ասած։ Այո։ Ասենք ինչ է նշանակում հոգնած էին, լավ չեն քնել, շփոթվել են, տեխնիկական հարցեր կան, այդ վերջի պահն է, բայց ուշ գիշերին հայտարարում էին, որ հաղթել են։ Դա խայտարագություն էր Մեղրի, Նորապատի, այդ զորամասերի զինվորների քննարկությունը, որը փորձում էին նույն Նիկոլագաները կամ գլխավոր շտաբի պետը ներկայացնել, թե դա ամեն ինչ նորմալ է, բայց եթե նորմալ է Նիկոլի կենտրոնական դրական հանձնաժողովը, որը ամբողջությամբ իր կողմից է վերահսկվում, ինչի համար չեղարկեց այդ ընտրությունները։ Եթե նորմալ է, ես օրինակ հիմա չեղարկելուց հետո սպասում եմ, որ համապատասխան հրամանատարները պետք է կալանավորվեն։ STB հավատում եք, որ նման բան տեղի կունենա։ Քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև պետք է պատասխանատվության ենթարկվեն այն հանձնաժողովների նախագահները, որտեղ ընտրությունները չեղարկվել են եւ պետք է բանդարգվեն իրանք։ Հավատում եք, որ նման քայլերի կգնան իշխանությունները, իրավապահները։ Իհարկե չեն գնա։ Տեսեք, նույն այդ Մեղրի զորամասի քվեարկությունը, երբ որ չեղարկվեց, նույն ասենք այսօր նայում եմ Սորոսականներից մեկ ասում են բողոքում էին, որ բան է, հիմա չեղարկել են, նախկինում բողոքում էին, որ անօրինական ձևով ուրեմն ընտրություններ են եղել, բայց մյուս տեղերում ինչի չեն չեղարկում։ Վերջում օրվա վերջում արդեն միտեղ ուրեմն եւս չեղարկեցին, որտեղ բհկ-ն քիչ ձայներ ուներ եւ քաղաքացիական պայմանագիրը շատ ուներ, այդ էլ թոս փչելու միջոց էր Հանրության աչքերին, թե տեսեք, մենք խոչենք միայն չեղարկում այն ընտրատեղամասերը, որտեղ բհկ-ն բավական մեծ ձայներ է ստացել եւ կարող է 4%-անոց արգելքը ուրեմն հաղթահարել եւ հայտնվել ազգային ժողովում։ Մի հատ էլ դիա բան են անում, մի հատ 600 ընտրող ԿՊ-ն ընտրող տեղամասի արդյունքներն են չեղարկում, գնացեք ուրախացեք, հասկանում եք, չէ՞։ Չեղարկեցին այն ընտրատեղամասերի արդյունքները, որի հետևանքով բհկ-ն չի մտնում ազգային ժողով, բայց ես կարդացի նախկին ուրեմն արտարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրառումը, որտեղ ինքը օրենքը մեջ բերելով նշում էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է 7 օրվա ընթացքում նոր ընտրություններ կազմակերպել այն տեղամասերում, որտեղ ընտրությունները չեղարկվել են։ Որովհետև այդ նույն ընտրողները նույն ԿՊ-ին ցայն տված, նույն ուժեղ Հայաստանին ցայն տված, նույն ասենք ուրեմն ԼՀԿ-ին ցայն տված, ցանկացած քաղաքական ուժի, այո, մեղավոր չեն, որ ընտրական հանձնաժողովի նախագահան չագերտավորացած հանցավոր գործունեություն է ծավալել, որի արդյունքում իր աբորինի որոշումների արդյունքում, որ թույլ է տվել, որ ահռելի քանակությամբ զինվորականներ ժամը երեկոյան 8-ից հետո մտնեն ընտրատեղամաս ու քվեարկեն, ու մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, թե այդ զինվորականները ում են քվեարկել, իրենց ձայնը կորի։ Այ քեզ բան, մարդիկ մեղավոր են, որ ընտրական հանձնաժողովի նախագահան այդպիսի հանցագործություն է գործել։ Հանցագործություն է, եւ դրա համար Արփինե Հովհաննիսյանը շատ պարզ օրենքը մեջ բերել էր, թե հիմա Նիկոլի ցինիկությունը եւ լկտիությունը ինչ մագարտակի կհասնի, ես չգիտեմ, որովհետեւ մենք գործ ունենք մեկի հետ, ով ուղղակիորեն արհամարած ունի բոլոր օրենքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա այդ մարդը առաջնորդվում է սեփական իշխանությունը ուրեմն ուժեղացնելու սկզբունքով։ Հիմա այս պահի դրությամբ ինքը եթե բհկ-ն անցնում է կունենա 61 պատգամավոր եւ ինքը կդառնա քաղաքագիտության մեջ այդպիսի տերմին կա կախ բաթ։ Այո։ Խրամայա ուտկա։
Այսինքն ինքը կարող է ձևավորել կառավարություն, նշանակել նախարարների, բայց համանդրական ուրեմն պաշտոններին չի կարող պաշտոնների նշանակել, այսինքն չի կարող գլխավոր դատախազ նշանակել, չի կարող կենտրոնական բանկի նախագահ նշանակել, չի կարող ՄԻՊ-ին նշանակել, չի կարող համանդրական դատարանի դատավորների եւ նախագահի տեխնատություններ առաջադրելու անցկացնել, չի կարող ուրեմն ՊՏԽ-ի գիտնական անդամներին նշանակել, չի կարող ուրեմն ազգային ժողովի կանոնակարգ օրենքը փոխել, չի կարող փոխել համանդրական օրենքները, չի կարող հանրաքվե անցկացնել, հասկանում եք, չէ, ինքը շատ մեծ կախվածություն ունի։ Այսինքն իշխանության շուրջ օղակը կսեղմվի այդ դեպքում։ Եվ խնդիրը այստեղ հետեւյալն է, որ հիմա եթե ՊՀԿ-ի ձայները ինքը այս ձևով գողացավ, իսկ թիվ 1 շահառուն, որ ՊՀԿ-ն չանցնի ազգային ժողով, դա Նիկոլ Անհողն է, ինքը այդ 5 մանդատներից 3-ը ստանում է եւ այն ոչ միայն լրացնում է իրեն անհրաժեշտ 2 մանդատները, որտեղ վերը նշված պաշտոնները եւ վերը նշված ոլորտները վերահսկելու համար ինքը պետք է ունենա ուրեմն նաև հիշեցնեն, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ անդամներին եւս ինքն է նշանակում, եթե ունենա 63 մանդատ։ Այս պարագային ինքը եթե ՊՀԿ-ն անցի չի ունենա։ Եվ մեխանիկորեն ինքը ամեն ինչ անելու է իր կողմից վերահսկվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, որպեսզի ՊՀԿ-ին դուրս թողնի ազգային ժողովից։ Փորձեցին ուրեմն 3.96%, այսինքն մոտ 60 ձայներ պակասում դուրս թողնել, այն էլ ինչպես դասականներ ասում, խիարը թարս փուսնեց։ Միայն մեկ ընտրատեղամասի ստուգման արդյունքում պարզվեց, որ ԲՀԿ-ն, որը հավաքել է 77 ձայն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր ընդամենը 1 ձայն։ 3 օրերի ընթացքում ԲՀԿ-ն ավելացրեց իր ուրեմն ձայները մոտ 2 անգամ ավել, քան ուրեմն պետք էր, որ ինքը 4%-անոց արգելքը հաղթահարեր, դե Նիկոլն էլ տեսնելով, որ այդ խնդիրը ԲՀԿ-ն լուծել է, քայլ ձիով արեց իր կարծիքով, չեղարկեց ընտրությունները այն տեղամասերում, որոնք խնդրահարույց էին, բայց խնդիրը հետևյալն էր, այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական մեծ ձայներ էր հավաքել, դե իր համար։ Եվ մեխանիկորեն հիմա ԲՀԿ-ին 140 ձայնից, ինչքան ես գիտեմ, ավել կամ մոտավորապես այդքան ձայն է անհրաժեշտ, որպեսզի ինքը կարողանա հաղթահարել 4%-անոց արգելքը։ Դե տեսան, որ հանրությունը շատ ակտիվորեն քննարկեց այդ հարցը, նոր նշեց, ել չկրկնվեն մի քանի ժամ առաջ որոշեցին, որ պետք է չեղարկվի եւս մեկ ընտրատեղամասում ընտրություն, ընտրության արդյունքները, որի արդյունքում այս պարագայում արդեն ուրեմն ԿՊՆ բավական մեծ ձայներ կորցնում, բայց գլոբալ առումով այդ ձայների կորուստը ԿՊ-ի ուրեմն պատգամավորների թվաքանակի վրա չի ազդում։ Հասկանալի է։ Պարոն Համբարյան, ինչով շարունակեք։ Չի ավարտել բանը։ Ինչ վերաբերում է ընդդիմության ուրեմն կողմից ընդունելուն, ապա պետք է նշեմ, որ այստեղ խնդիրը հետեւյալն է. եթե ինձ թվում է մենք մեր հետագա հարցերում ավելի կոնկրետացնենք, բայց ես կոնկրետ նշեմ, որ եթե ԲՀԿ-ն անցնում է ազգային ժողով, ապա այդ պարագայում 3 ընդդիմադիր ուժերը, ուժեղ Հայաստանը եւ ԲՀԿ-ն շատ սինխրոն եւ շատ սերտ համագործակցելով կարող են այս պարագայում, եթե վերը նշված իմ նշած պայմանները իրենք ուրեմն ընդունեն, կարող են վերցնել մանդատները եւ մեծ խնդիրներ ստեղծեն ազգային ժողովում գործող իշխանությունների համար։ Վերը նշված պաշտոնների պահով եւ այլն եւ այլն։ Իդեպ նաեւ հետ գնալով նաեւ նշեմ, որ եթե Նիկոլը 64 մանդատ էլ ունենա, ինքը ունի արդեն մեկ խնդիր շատ կարեւոր։ Որն է դա։ Ինքը չի կարող սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել եւ այդ փոփոխությունները դնել հանրաքվեի։ Այս էլ է խնդիր, դուք մի մոռացեք, որ նույն քարոզարշավի ժամանակ ինքը շանտաժում էր հանրությանը, որ դուք պետք է ինձ տաք սահմանադրական մեծամասնություն, որպեսզի պատերազմ չլինի սեպտեմբերին։ Ու հիմա շատ պարադոքսալ իրավիճակ է։ Եթե նույնիսկ Նիկոլը կեղծիքներով հասնի նրան, որ ինքը
64 մանդատ ստանա, միևնույն է ինքը չի կարող այդ փոփոխությունները սահմանադրությունում անել եւ ինքը պատերազմի ողջ վտանգը գցելու է ընդդիմության գրբանը, ինչպես ինքը իրեն բնորոշ ոճով շատ սովորական հանրությանը կհելնի ասի ես ձեզ ասում եի չէ որ պատերազմ կլինի ահա դուք չհավատացիք կամ կիսով չափ հավատացիք ձայները տվեցիք ընդդիմությանը եւ հիմա մեղավոր է ընդդիմությունը մեծ պատերազմով ասեք ընդդիմությանը թող կողմ քվեարկի որ մենք սահմանադրությունը փոխենք եթե նույնիսկ այդ պարագայում ընդդիմությունը տուրք տա Նիկոլին եւ կողմ քվեարկի վաղը մյուս օրը Սահմանադրության փոփոխության ադրբեջանամետ տարբերակը, որը Նիկոլը հիմա հրամցնելու է հանրությանը, ակվից եկած հրահանգները բոլորը իկադարացված եւ Անկարայից եկած պատվերները բոլորը իկադարացած, կրկին Նիկոլը գցելու է ընդդիմության գրբան, ասելու է չեն ուզում թող կողմ չքվեարկեին։ Չեն ուզում թող կողմ չքվեարկեին, դա էլ չտրվեց հանրության ուրեմն քննարկմանը եւ քվեարկությանը։ Հասկացաք, չէ՞։ Այո, պարոն Համբարյան, դուք շատ լավ է, որ նաև հետագա վտանգների մասին արդեն մեկնաբանեցիք եւ ներկայացրեցիք ձեր դիտարկումը եւ վստահ եմ, որ ձեր ասելիքը հասանելի կլինի ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, բոլոր կուսակցություններին եւ խաղացողներին։ Հիմա ուզում եմ հասկանալ այս իրավիճակում մատնանշեցիք վտանգները, հնարավոր հետևանքները եւ այլն, որpիսի բոլոր նրանք, ովքեր չգիտեն, թե օրինակ ինչ խնդիրների կարող են բախվել, ահա լսելով ձեր դիտարկումը կարող են անել հետևություններ։ Այսքանից հետո ինչ համաձայնության, ինչ որոշման կգա նույն ընդդիմադիր ճակատը, այդ անընդհատ իրենք նշում էին, որ գնում են միասնական, չէ, որոշումների, միասնական ճակատով են այսպես հանդես գալու եւ այլն եւ այլն։ Ուզում եմ հասկանալ հիմա ինչ որոշում կկայացնի ընդդիմությունը, եթե նույն ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան։ Այս պահի դրությամբ արկախված է ամեն բան։ Ու շատ կարևոր բան։ Ուրեմն եթե 3-ով անցնում են, այսինքն ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք եւ ԲՀԿ, կիսատ մնաց իմ մեկնաբանությունը, բայց դուք ավելի մանրամասնեցիք այդ հարցով թե ինչ պետք է անի, եթե չանցնի։ Հիմա ուրեմն եթե անցնեն 3 ընդդիմադիրները, ուրեմն իրենք կարող են մտածել մանդատները վերցնելու մասին, բայց պետք է շատ ուրեմն համագործակցելով աշխատեն ազգային ժողովում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թրքամետ թիմի։ Եվ ստեղծեն խնդիրներ նրանց համար եւ ազգային ժողովում եւ դրսում, ինչու՞ չէ։ Ես չեմ ասում պետական հեղաշրջում անեն, բայց միևնույն ժամանակ հանրությանը տակ պահեն, որ անհրաժեշտության դեպքում կազմակերպեն հեղափոխություն։ Ես դա չեմ կոչանում, ես կրկնում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե հանրությունը պատրաստ է հեղափոխության, թող հեղափոխություն անի, չէ՞։ Ինքը ասել էր դա։ Հիմա ես էլ եմ ասում, որ նույն ընդդիմությունը ազգային ժողով մտնելով բացարձակ պարտադիր չէ, որ երկար, այսպես ասած 5 տարի սպասի մինչև մյուս ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին, երբ որ մտավ ազգային ժողով, եւ ինչպես շատ ընդդիմադիրներն էին ընդդում կեղծված ընտրությունները լեգիտիմացրեց եւ ընդունեց այդ կեղծված ընտրությունների արդյունքները, ընդամենը 1 տարի հետո Թավշյա հեղափոխություն կազմակերպեց։ Հիմա ես էլ եմ կոչանում, եթե 3-ով մտնեն ազգային ժողով, բավական սինխրոն եւ սերտ համագործակցելով խնդիրներ ստեղծեն նրանց համար եւ ազգային ժողովում եւ դրսում։ Փորձեր անելով, հիմքեր պատրաստելով կազմակերպելու հեղափոխություն։ Ժողովրդի կողմից, ինչպես ասում են, թավշյա, ինչի՞ չէ։ Թող ընդդիմությունը թավշյա հեղափոխություն կազմակերպի, դրա մենաշնորհող Նիկոլին չի տրված։ Բայց եթե ԲՀԿ-ն չանցա, մտնել ազգային ժողով նույն ուրեմն ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքին բացարձակ անիմաստ է։ Բացարձակ անիմաստ է, որովհետեւ Նիկոլը նրանց հետ կաշխատի այնպես, ինչպես աշխատեց 8-րդ գումարման ազգային ժողովի հետ։ Այսինքն աչքերը ուրեմն դախեցնելով, ծեծու ջարդ կազմակերպելով, ստորացնելով, հայոյելով, սպառնալով, ծաղրելով, շանտաժելով։
Ու իրանք այս ընդդիմությունը չի կարող տագից դուրս գա։ Եվ ինչ եք կարծում։ Կարապետյանի թիմը։ Եվ ինչ եք կարծում։ Ազգային ժողով, այդտեղ միակ կռվող կերպարը որոշ չափով դա Ղազինյանն է։ Կներեք, Ղազարյանն է, Էդգար Ղազարյանն է։ Մյուսների պարագայում ես նրանց հանրային այդպես բանը բացարձակ չեմ տեսել։ Իսկ Նարեկ Կարապետյանը չի կարող Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում ցավով պետք է արձանագրեմ իջնել Վահագն Ալեքսանյանի, Կոնջորյանի, ուրեմն նույն ասենք Ռուբեն Ռուբինյանի ցածրակարգ մագարտակին։ Հասկանում եք, չէ՞։ Ասեք Սասուն Միքայելյան, գեղցի անմագարտակ մարդ, որը ազգային ժողովում քացի էր տալիս Էդմոն Մարուկյանին։ Ցանկացած հասարակության մոտ, եթե այդ հասարակությունը հիվանդ չէ, նորմալ է, Սասուն Միքայելյանը պետք է զզվանք առաջացներ, բայց ցավով պետք է արձանագրենք, որ մեր հասարակության մեջ կա մի զանգված, որը ուրախանում է անտասիրակ, անմագարտակ, գեղցի, անկրագետի վարքագծով։ Նույնը ասենք Վահագն Ալեքսանյան։ Նույն է, ասենք Կարեն Սարուխանյան։ Հայտ ինչ-որ կերպար Գյումրիում, որ կարող էր իրեն թույլ տալ հարվածելու Սեյրան Օհանյանին գեներալ։ Գիտեք, այդ ամեն ինչը պատահական չէ։ Դրանք բոլորը հատուկ մշակված սցենարներ են, որ ասենք նույն Նիկոլի կողմից ներդրված, որ ասենք այ դու հաշվի առնելով քո ով լինելը, ավելի ճիշտ ասել ով չլինելը, կհարվածես Սեյրան Օհանյանին։ Հասկանում եք, այս մարդկա, այս հասարակության մեջ 5 տարվա մեջ ցույց տվեցին, որ ասենք ցանկացած ոչնչությունը կարող է իրեն մարդ զգալ այստեղ։ Ոչ մի իրեն հարգող հասարակություն այս բանը թույլ չէ տա։ Բացարձակ։ Այս դեպքում կգնա արկածախնդրության ընդդիմադիր ճակատը։ Ոչ եմ անում, եթե ԲՀԿ-ն չի անցնելու, իրենք չվերցնեն մանդատները, դրանով իրանք ավելի, ես չգիտեմ, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, հաշվի առնելով հատկապես Ռոբերտ Քոչարյանը հաշվի առնելով իր կոպտագույն սխալները նախկին ցուցակը կազմելու պահով հաշվի առել այդ հանգամանքը, թե չէ որ իր թիմագիծները կարող են իր թիմից թռնել, սպասարկել Նիկոլին, բայց ասենք ով է երաշխավորել, որ ես չգիտեմ հիմա Քոչարյանի թիմում նոր Գեգամ Նազարյաններ կան։ Հուսամ չկան, հաշվի առնելով իր կոպտագույն սխալները նախկին ցուցակը կազմելիս։ Բայց հիմա խնդիրը հետևյալն է, որ իրանք պետք է եթե չեն վերցնում մանդատները, ամբողջ ցուցակով չվերցնեն այդ մանդատները։ Ամբողջ ցուցակով չվերցնեն եւ այդ գիտեք Նիկոլենք որ ասում են մենք շատ ուրախ կլինենք որ ցուցաբանը ընդդիմությունը այդ մարտիկ չկան այստեղ ուրիշները կգան մյուս ուժերը կգան որքան էլ օրենքը թույլ է տալիս որ ազգային ժողովը գործի նույնիսկ այն ժամանակ եթե եւ ընդդիմադիր ուրեմն ֆրակցիաները բոյկոտում են եւ չեն վերցնում մանդատները միևնույն է դա արդեն բիծ է ժողովրդավարական երկիր կոչվելու այդ ուրեմն բանի վրա բրենդի վրա որը Նիկոլը իբր թե ստեղծել է դրսում հասկանում եք չէ հասկանալի է չկա նման երկիր որի ընդդիմությունը ներկայացված չի ազգային ժողովում եւ ինքը ճանաչում է որպես ժողովրդավարական երկիր այդ հեքիաթները իրանք են տան իրանք թողբային գումարած դրան փորձում են կեղծիքներ տարածել թե բա եթե ուրեմն ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքը չվերցրեցին մանդատները ապա նրանց փոխարեն ուրիշ ընդդիմադիրներ են լինելու ոչ օրենքը դա կդրականապես արգելում է նույն Արփին Հովանիսյանն է այդ մասին նույնիսկ օրենքի ուրեմն հոդվածներ բերե կեդերներ բերե որ այդպիսի բան լինել չի կարող կամ ազգային ժողովը անցնում է այն քաղաքական ուժը որը հավաքած իր տոկոսներով հաղթահարելով 4, 6, 8% շեմը հայտնվել է ազգային ժողովում կամ ոչ ոք չի ասում իր տեղերը մնում են թափուր
Պարոն Համբարյան, Այս պարագայում էլ եթե իրենք չընդունեն այդ մանդատները, այսինքն ճիշտ ասած չվերցնեն մանդատները, միևնույն է նույնիսկ իրենց այս բողոքով, մանդատները չվերցնելու բողոքով, աստեն են խնդիրներ ստեղծում Նիկոլան Հողի համար սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առումով եւ այն հանրաքվեի դնելու պահով։ Այնպես որ մեր ընդդիմությունը պետք է շատ երկար մտածի, գծի բռնի, թե երկու ընդդիմադիր կուսակցությունների պարագայում արդյոք արժե վերցնել այդ մանդատները եւ ուրեմն գնալ Նիկոլի մոտ ընդդիմություն ներկայանալ եւ մեխանիկորեն նաեւ դրանով ամենակարևորը այսքան խոսում են ոչ լեգիտիմ ընտրությունների, ճիշտ է, ասում են կեղծված է, խայտարակություն է եւ այլ։ Հիմա եթե մանդատները վերցնում են, ուրեմն իրենք ընդունում են, չէ՞, ընտրությունների արդյունքները եւ լեգիտիմացնում են այդ կեղծված ընտրությունները։ Նիկոլին կարող է լեգիտիմացնել միայն ընդդիմությունը, եթե կրկնում եմ երկու ընդդիմադիր ուժեր են ասում ազգային ժողով եւ երկուսն էլ ընդունում են մանդատները, վերցնում են մանդատները եւ գնում են ազգային ժողով։ Պարոն Համբարյան, ինչու մենք ունենք օրինակ 5 տարվա մեջ ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Պատիվ ունենին չհաջողվեց համապատասխան ձևով պայքար մղել Նիկոլ Անհողի դեմ։ Հիմա դրա համար է Քոչարյանը, որը նախկին ընտրություններին 21 թվականին գրեթե հավաքել էր նույնքան ձայն, ինչքան հիմա Սամվել Կարապետյանի թիմը, մաշվեց հիմա, որովհետև հանրությունը հիասթափվեց շատ դեպքերում։ Հիմա նույնը լինելու է Սամվել Կարապետյանի հետ։ Եթե իրանք վերցնեն ու երկարատև պայքարի մեջ մտնեն Նիկոլի հետ, դա մաշեցնելու է իրանց։ Ինչպես մաշեցվեց Քոչարյանին գրեթե 2 անգամ։ Իրավացի եք։ Պարոն Համբարյան, ինչու հենց այս ժամանակահատվածում, հենց այս օրերին նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում եւ նրան մեղադրանք է առաջադրվել փաստորեն առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար եւ հայտնի է, որ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Ինչու հենց այս պահին եւ օրինակ ինչքանով է իրատեսական համարում նաեւ այն խոսակցությունները պատտվող այն տեղեկություններին ինչ կերպ եք վերաբերում, չնայած առիթ ունեցել են հերքելու ԲՀԿ-ի կողմից հերքել են այդ տեղեկությունները, որ նման բան տեղի չի ունեցել, բայց այդուհանդերձ, որ իբրև բոլոր դեպքերում Գագիկ Ծառուկյանի հետ այսպես իշխանական թևերից քննարկումներ են գնում ներքին կարգով, փորձում են այսպես կոմպրոմիսային դաշտում հայտարարի գալ եւ այլն, ինչպես եք վերաբերում այդ լուրերին եւ ինչու հենց հիմա հանրային քրեական հետապնդում հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Ուրեմն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարձակումները գրում են ուրեմն այսպես ասած հիբրիդային բնույթ եւ բոլոր ձևաչափերով նպատակ ունեն նրան հրաժարվելու մանդատներից։ Այո։ Դադարեցնելու պայքարը այդ մանդատների համար։ Այս պայքարությամբ, որքան ես հասկանում եմ, Գագիկ Ծառուկյանը իր այսպես ասած լուր, բայց բավական ակտիվ քայլերով ցույց է տալիս, որ այդ համաձայնությունը չկա։ Դրա համար էլ իշխանությունները տարբեր ձևաչափերով, սկսած վարկաբեկումներով, վերջացրած շինծու քրեական գործերով փորձում են ճնշել Գագիկ Ծառուկյանին։ Ինչ վերաբերվում է բանագնացների ուղարկմանը, ես հավատում եմ դրան, որովհետև Նիկոլ Անհողի համար կրկնում եմ, ահավոր անհրաժեշտ են այդ ուրեմն ձայները։ Նույնիսկ ես հավատում եմ այն նաև լուրերին, որ ինքը առաջնայինը փորձել է Գագիկ Ծառուկյանին առաջարկել, այսպես ասած, գրբանային ընդդիմության դերը, երբ որ ասենք նույն Գագիկ Ծառուկյանի ուրեմն թիմագիցները մի քանիսը կամ երկուսը
ամենակիչը գոնե պետք է տարբեր հարցերի վերաբերյալ կողմ քվեարկեն Նիկոլի բերած ուրեմն տեխնազուների պահով, ասենք գլխավոր դատախազ է նշանակում։ Այո։ Ես նոր ասեցի, որ նրան գլխավոր դատախազ նշանակելու համար անհրաժեշտ է 63 ձայն։ Եթե չունեցավ, չի անցնի։ Չի բացառվում, որ նաև ինքը փորձել է կամ փորձել են Գագիկ Ծառուկյանին ասել, որ երկրորդ դոգը դարձի, օրինակ, ինչպես եղավ Երևանի ավագանու հետ։ Դոգը համապատասխան մարդկանց մտցրեց ավագանի եւ նրանք այսպես ասած թռան դոգի վրայից։ Այո։ Դարձան իբր թե անկախ ավագանիներ եւ մինչեւ հիմա հլու հնազանդ ծառայում են Երևանի գործող իշխանություններին, իդեմս Տիգրան Ավինյանի։ Պարտադիր մասնակցում են բոլոր քվեարկություններին, լեգիտիմացնում են այդ քվեարկությունները, հասկանում եք, եթե դոգի ավագանիները չլինեին, Տիգրան Ավինյանը ծոծրակը կտեսներ Երևանի քաղաքապետի պաշտոնը չէր տեսնի։ Այսինքն սցենարային կրկնություն եք տեսնում այստեղ։ Որ նաև այս տարբերակն է առաջարկվել Գագիկ Ծառուկյանին, որ ասեք դու ինքնաբացարկ հայտնի, այո, այդ 300 միլիոն դոլարը, որ մենք սպառնացինք, որ ծերից կխլենք, այդ կջրենք, տղայիդ հարցերը կջրենք, այլ հարցեր կջրենք, ամեն ինչ օքեյ կլինի։ Արա ցեմենտը չենք շարունակես, նույնիսկ մենք քեզ շինթույլտվություններ կտանք, որոշ բանի բիզնես ոլորտներում նաև քեզ X տոկոս կտանք, դու կնաշարունակի, բայց ասենք դու մի մտի ազգային ժողով, որ չթիրախավորվես, ասենք Անդրանիկ Թևանյանն էլ կալանավորված է սպային, այն տագից են մի 5 հոգու կվերցնես վերև, որոնց մենք կմշակենք որոշներին եւ գոնե երկուսին մեզանով կանենք։ Հասկացաք, չէ՞։ Այո։ Սա էլ է տարբերակ։ Սա ես հարգելի Քայանին ինչ որ ասում եմ, սրանք ընդհանրապես տարբերակ։ Ձեր վարկածներն եք ներկայացնում հնարավոր։ Ոչ մի բանակցություն, բայց ես իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնեցի, որ ես հավատում եմ այդ լուրերին, որ ինքը բանագնացներ է ուղարկել, ես չգիտեմ ով, անունները չեմ ուզում տալ, ճիշտ է, մամուլում հատուկ տրվեց այդ մարդու անունը Գրզոն։ Այո, Խաչատուր Սուքիասյանի մասին է խոսքը գնում։ Բայց հիմա ես չեմ ուզում անուններ տալ։ Այո։ Բայց Նիկոլի հիստերիկ արձագանքը թե ստոյկա կդա չիտես ինչ էլի իր անմագարտակ ցինիկ ու լկտի վարկագիծը ասենք գիտեք Նիկոլի ինչն է ամենազզվելին եւ որ ասենք Ադրբեջանի նախագահն իրան ասում է հարբեցող ծաղրածու ու ինքը լռում է բայց ներսում ինքը իրան շատ տղամարդ լամիշ է լինում Բելարուսի նախագահան բացայտ ծաղրում է Տաջիկստանի նախագահան բացայտ ծաղրում է, պատկերացնում եք, չէ՞, Տաջիկստանի նախագահ Ռախմոնը Դուշանբեում բացայտ ծաղրեց, ինքը ծպտուն չի հանում։ Ադրբեջանի բռնապետը բացայտ իր դեմ երեսին, դեմ երեսին չէ, հերավար կարգով ասեց հարբեցող ծաղրածու, ծպտուն չհանեց։ Հիմա ինքը ասենք եկել է, ասենք չգիտես, այդպես հիստերիկությունների անում ուզում է ցույց տալ, որ ինքը շատ ուժեղ է։ Ուժեղը պետք է դրսում լինես, ոչ թե լինես չընտրլո, բայց ներսում էլ քեզ Ռեմբո զգաս։ Սա է մեր ողբերգությունը։ Պարոն Համբարյան, մենք քանի որ խոսեցինք, այո, նշեմ, կներես, որ ես նշեցի, ոչինչ։ Այս բոլոր գործընթացները կապված ընդդիմության հետ, Նիկոլը նաև վաճառելու է Ռուսաստանին։ Այս ամեն ինչը նաև ունի արտաքին քաղաքական շահառուներ։ Նիկոլը այս ամեն ինչը նաև վաճառելու է Ռուսաստանին։ Երբ Պուտինը հանգարց շնորհավորի Նիկոլին, ուրեմն լավ գիտեցեք, Պուտինի եւ Նիկոլի միջև հերթական գործարքներ կնքվել հագահայկական, պարտադիր։ Արտադիր հագահայկական, որովհետև ես բազմից եմ ասել, նաև ձեզ հետ հարցազրույցում, հիմա էլ շարունակում եմ պնդել։ Նիկոլի իշխանությունը 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի քանի անգամ փրկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այդ մասին բազում անգամներ նշել եք։ Կոնկրետ անուններով, գիտեք, այդ ես չեմ ասել։ Ես չեմ ասել։ Այդ ասել են հենց Պուտինի շրջապատի հայտնի քաղաքագետները, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Անդրանիկ Միհրանյանը, Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը։
Դրանք բոլորը այն մարդիկ են, ովքեր շատ սերտ կապեր ունեն, եթե ոչ անձամբ Պուտինի հետ, չնայած շատ-շատերը անձամբ Պուտինի մոտ մտնում հելնում են, ապա Կրեմլի այն ամենաբարձր պաշտոնյաների հետ։ Պարոն Համբարյան, դուք շատ ճիշտ նշեցիք, որ եթե Պուտինը շնորհավորեց Փաշինյանին, նշանակում է, որ այդտեղ պետք է փնտրել անպայման պայմանավորվածություններ եւ կոնկրետ ականջներ եւ ձեր այդ մատնանշած գործարքը։ Տեսեք, նույն Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը բարդ իրավիճակում է գտնվում եւ անկախ իր կայացրած որոշումից, ընդդիմադիր ճակատի կայացրած որոշումից քաղաքական բարձր գին է վճարել ցանկացած որոշման դեպքում հիմա ուզում եմ հասկանալ այս դեպքում ընդդիմության որոշումը արդյոք էլի պայմանավորված չէ արտաքին ազդակներով եւ արտաքին կենտրոններով անկախ նրանից օրինակ նույն ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան թե չի անցնի խորհրդարան նույն ուժեղ Հայաստանի եւ նույն Հայաստան դաշինքի պարագայում նրանց որոշումները արդյոք պայմանավորված չեն լինելու արտաքին գործոնով պայմանավորված են լինելու Ցավով պետք է արձանագրենք, որ մեր խնդիրը հենց դրանում է, որ եւ գործող իշխանությունները եւ ընդդիմությունը շատ դեպքերում իրենց հույսերը դնում են դրսի ուժերի վրա։ Խնդիրը հենց դրանում է, որ հայկական էլիտան Այո։ Չգիտես ինչի, թե քաղաքական, թե տնտեսական, դրսի վրա է հույսը դրել։ Եվ ես շատ մեծ մտավախություն ունեմ, գիտեք։ Ինձ մոտ նաև այն տպավորությունն է, որ թե Եվրոպան եւ թե Ռուսաստանը ամեն ինչ անում են, որպեսզի հայկական տնտեսական էլիտային բացահայտ ունեզրգեն եւ ուրեմն թալանեն։ Առաջին զոհը դա Ռուբեն Վաշտանյանն էր։ Ուզում եք ասել Սամվել Կարապետյանի դեպքում երկրորդը Սամվել Կարապետյանը լինի։ Սևամպեր են կուտակվել։ Երրորդը լինի Գագիկ Ծառուկյանը։ Այո, ես մտավախություն ունեմ արդեն, որ մենք մի գործընթացի ագանատեսն ենք լինում, այո, որի արդյունքում ոչ միայն քաղաքական կոնկրետ գործընթացներ են տեղի ունենում, այլ հայկական բիզնես էլիտայի գլխատում է տեղի ունենում, եւ դրա նպատակը մեկն է։ Այդ մարդկանց գումարները, այո, բաշխել հագահայկական ուժերի միջև եւ նոր էլիտաներ ձևավորել Հայաստանում, որոնք պատրաստ են ծառայել դրսի ուժերին, հատկապես թուրք-ադրբեջանական։ Դուք օրինակ կարծացել եք ում է պատկանում եւ քանի տոկոս ունի Georgian Bank-ի մեջ Ադրբեջանը։ Կամ որ պետությունների ինչ հայտնի քաղաքացիներ Georgian Bank-ի մեջ ունեն իրենց ուրեմն տոկոսները, որը հիմա դարձել է Ամերիաբանկի սեփականատերը, որը նախկինում պատկանել է Ռուբեն Վարդանյանին։ Ցավալի իրողության հետ գործ ունենք միանշանակ։ Մենք շատ վտանգավոր եւ վտանգավոր ենք առնչվում Ռուբեն Վարդանյանին ունեզրգեցին։ Ես պատահական նաեւ չեմ համարում նույն Նիկոլի հայտարարությունները քարոզարշավի ժամանակ, որ Սամվել Կարապետյանը դառնալու է բոմժ։ Մինչեւ հիմա ուզում եմ հասկանամ Ռուբեն Վարդանյանը ինչու պատրեց ռուսական իր անձնագիրը, ինքը այդ մարդկանցից չէր էլի, ինքը պատահական մարդ չէ, ինքը հայկական տնտեսական էլիտայի մեջ ամենակարտացած եւ ամենազարգացածն էր, ինքը միամիտ մարդ չէր, ով էր իր թիկունքին կանգնած, ով էր ասել այդպիսի բան արա, որ վերջում ստացվի այն ինչ մենք տեսանք հիմա, եւ Ռուբեն Վարդանյանը ինչպես հայտնվեց ադրբեջանական բանտում։ Եվ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ աբելությունը Ադրբեջանում ինչ մագարտակի է հասած։ Դե այդ ամենը մենք բոլոր տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետությունում, ովքեր ընդունել են Նիկոլի ուրեմն ես ասած առաջարկները կամ աչել են Նիկոլի աչը, եթե մտածում են, որ փրկելու են իրենց բիզնեսները կամ համատեղ թուրքերի հետ կամ ադրբեջանցիների հետ բիզնես են անելու, լավ գիտեք, Սամվել Ալեքսանյան, որը մասնակցում էր Ադրբեջանի փոխվարչապետ կոչվածի հետ հանդիպման աղվերանում, հիշում եք։ Այո,
Պարոն Համբարյան, այո։ Եվ Խաչատուր Սուքիասյանը, Եվ շատերը։ մտածում են, որ իրանք պահպանելու են, իրանք չարաչար սխալվում են։ Պարոն Համբարյան, տեսեք, նույն թուրք-ադրբեջանական տանդեմը Այո։ եւ նրանց թիկունքում կանգնած արևմուտքը, ինչպես նաեւ մեր կրեմլյան որոշ թրքամետ ուրեմն այսպես ասած շրջապատներ ամեն ինչ անելու են, որպեսզի նրանց էլ ունե զրկեն։ դե իսկապես վտանգավոր իրավիճակի հետ գործ ունենք։ մեջ ահավոր մեծ դերակատարություն ունի, շատ մեծ։ Եթե իհարկե փողը ծախսում ես խելքով։ Դե ուրեմն մենք պետք է մտածենք մեր սեփական փրկության եւ իսկապես պիտի մտածենք, որ հեռահար եւ լուրջ վտանգների հետ գործ ունենք։ Չէ, մենք շատ մեծ վտանգների հետ գործ ունենք։ Ցավով պետք է արձանագրենք, որ մեր անկրաջետ մեծ մասամբ հասարակությունը շատ հեշտ մանիպուլացվող եւ շատ հեշտ ղեկավարվող հասարակություն է։ Հասկանում եք, ասենք Նիկոլը գոյություն չունեցող ուրեմն իրողությունը, գոյություն չունեցող, նույն իրողություն էլ չէ, ինչը բանը, մարդի ծծած հեքիաթը, խաղաղությունը ծախեց այս հասարակության վրա։ Հասկանում, ցանկացած մարդ, հարգելի կայանը, հիմա, եթե ես ասեմ, որ Գայանե, գիտես, ես ուզում եմ գնել, ասենք օրինակ, 2 հատ գիրք։ Այո։ Ու ասում եմ, այս գրքերը իմն է, բայց դու տեսնում ես, որ այդ գրքերը գրախանութում դրված է։ Իրար հետ մտել եք գրախանութ, ասում եմ, այս գրքերը իմն է։ Դու չես ասի, բայց տարօրինակ է, որ այդ գրքերը դրված է խանութի, ուրեմն փեղկին ու գինել վրան գրված է, ոնց է ծերը։ Հիմա նույնը մեր հասարակությունը ասում է, տեր կանգնիր խաղաղությանը։ Բայց որտեղ այդ խաղաղությունը պետք է գտնել։ Մենք ունենք, բայց ասենք նույն Նիկոլը, եթե գիտեք, մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ ես ընդդիմադիր եմ։ Ինչ որ ասում է Նիկոլը տեր կանգնիր խաղաղությանը, ամենաառաջին բանը, որ պետք է անի նորմալ մարդը, պետք է ասի շատ լավ, ես տեր եմ կանգնում, բայց ուրան է այդ խաղաղության պայմանագիրը։ Ամեն քայլափոխի հիշում եք, չէ՞, Նիկոլն ասում է, մենք ծննդյան վկայական չունենք, մենք կադաստրի վկայական չունենք։ Այո, կադաստրի վկայական չունենք, ճիշտ է։ Լավ, օքեյ։ Հիմա խաղաղությունը լինում է մեկ պարագայում։ Մարդկությունը հնագույն ժամանակներից մինչև հիմա այլ տարբերակ չի հորինել, քան խաղաղության պայմանագիր կնքել։ Ժամանակի խաղաղություն են կնքել Ասորեստանն ու Ուրարտուն, հետագայում միջին տարերում խաղաղության պայմանագիր էին կնքում, ասենք Անգլիան ու Ֆրանսիան, հետագայում արդեն նոր շրջանում ասենք Ամերիկան ու Անգլիան, հետագայում արդեն ավելի մասշտաբային ասենք թե խաղաղության այսպես գործընթացներ ասենք թե Վերսալ Վաշինգտոնյան համակարգը, ասենք հետագայում երկրորդ աշխարհամարտից հետո Պոտսդամյան ուրեմն համակարգներ, ասենք հիմա հարց, ուրան է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը։ Դուք հասկանում եք որն է մեր խնդիրը նաև, որ ասենք Նիկոլի հետևում կանգնած ուժերը այնքան են այսպես թերակ գնահատում մեր ժողովրդին, որ ասենք ապուշություններ են հորինում, ասենք նախաստորագրելը որն է դիվանագիտության մեջ միջազգային հարաբերություններում այդպիսի գործընթաց եւ տերմին չկա։ Նման մեխանիզմ չկա, այո։ Ասենք ասում են Վաշինգտոնում նախաստորագրվեց, լավ է չասեցին նախաստորագրվեց, ասեին Լոնդոնում է նախաստորագրվեց, հետո 2 հատ նախա անեին, հետո էլ ասեին նախաստորագրվեց, վերջում էլ մենք տեսում ենք, որ ոչինչ բան չի ստորագրվել։ Իդեպ նշեմ, որ չի ստորագրվելու։ Պարոն Համբարյան, դուք որպես արտգործնախարարի մակարդակով նշել է, որ մենք նոր պայմաններ ունենք Երևանի առաջ տնելու։ Ինչ եք կարծում, եթե տեսեք դուք որպես եւ պատմաբան եւ քաղաքագետ մանրամասն դուք ներկայացրեցիք, թե մենք օրինակ ուրիշ ինչ վտանգների հետ ենք գործ ունենալու եւ իրականում ինչ խնդիրներ կան, որ ծառացած են հանրության մեր հասարակության առաջ։ Հիմա տեսեք, բոլոր վտանգները կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։
Իդեպ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց նախապայմանները, որոնք իրենք առաջ են քաշում Հայաստանի Հանրապետության դեմ, չեն թաքցնում։ Այդ մեր հասարակության խնդիրն է։ Նրանք կարդում են ադրբեջանական մամուլը, նայում են, թե օրինակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ սերտ կապերի մեջ գտնվող կայքերը ինչեր են գրում։ Ես բազմիցս եմ մեր հարցազրույցներում նշել եւ այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նաեւ մանրակրկիտ մեջբերումներ եմ արել, որ ասենք ադրբեջանական Բաքու TV կայքը 2025 թվականի փետրվար ամսին հրապարակեց հոդված, որտեղ նոր 5 նախապայմանների մասին էր խոսվում, որը ապաշտոնական Բաքուն դրել է Նիկոլի առաջ, եւ Նիկոլը ասել է, որ ես դա կանեմ։ Առաջինը հայկական բանակի թուլացում։ Մենք դա ամենօրյա ռեժիմով տեսնում ենք։ Զինված ուժերում ծառայության ժամկետի կրճատումից վերջացրած բանակի ուրեմն ֆինանսավորման կրճատումից։ Արագայում, եւ որ ասենք մենք ուրեմն տեսում ենք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում եւ նույնիսկ Վրաստանի նման երկիրը ոչ թե կրճատում է իր պաշտպանական բյուջեն, այլ ավելացնում է։ Երկրորդը Զանգեզուրի միջանցքի տրամադրում, որը Նիկոլը արել է Թրիպի լոգոյի տակ, բրենդի տակ։ Երրորդը փոխհատուցում Ադրբեջանին, որը պետք է ուրեմն տրամադրվի Հայաստանի կողմից այսպես կոչված 30 տարվա օկուպացիայի արդյունքում։ Հարց. 2025 թվականի օգոստոսի 6-ին, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց Թրիպի մասին պայմանագիրը, ամերիկյան մամուլը, Պոլիտիկոն եւ Աքսիոսը շատ հետաքրքիր տեղեկություն հրապարակեցին, որը գրեթե չնկատվեց հայկական մամուլի կողմից եւ մեր ուրեմն վերլուծաբանների կողմից։ Այն էր, որ Թրիպի ֆինանսական օգուտները, որը իդեպ Թրիպը դա Հայաստանի տարածքով անցնող ուրեմն ենթակառուցվածքներ են եւ շատ հետաքրքիր բան բարձվեց։ Ուրեմն ըստ վերնշված կայքերի, որոնք ամերիկյան կառավարական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող ուրեմն լրատվամիջոցներ են եւ Պոլիտիկոն եւ Աքսիոսը, բարձվեց, որ Թրիպից ստացված գումարների 30% պետք է գնան Հայաստանի պետական բյուջե, 30% Ադրբեջանին եւ 40% ԱՄՆ-ին։ Հարց. Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացված օգուտի 30% ինչի պետք է գնա Ադրբեջանին։ Որևիցե մեկը հարցնում է իրան։ Նիկոլին երկրպագող զանգվածը հարցնում է, թե դու Մեղրիով, Ագարագով անցնող ավտոմոբիլային ճանապարհից կամ երկաթուղուց ստացված գումար ինչ ես տալիս Ադրբեջանին։ Չորրորդը դա սահմանադրության փոփոխությունն է, որը Նիկոլը գրեթե ավարտել է, մնացել է մենակ հանրաքվեի տնել, եւ հինգերորդը դա Հայաստանը 300-ից 400,000 ադրբեջանցիներով բնակեցնել, որի մասին Նիկոլը չգիտես ինչի գորգրում է, թե այդպիսի բան չկա, շատ լավ կա։ Այդ ծրագիրը Ադրբեջանում արդեն հայեցակարգը մշակված է, այսօր ամսի 12-ն է։ Այո։ Ամսի 17-18-ին հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան շատ մեծ ուրեմն միջոցառում, որի մեջ բազմաթիվ ուրեմն այսպես ասած կլաստերներ է պարունակում դիվանագիտություն, պատմություն, մշակույթ, խոհանոց, դպրոցական բարձր դասարանցի երեխաների մոտ օլիմպիադա շարադրություն գրել, թե ինչպես են իրենք պատկերացնում ուրեմն թե ինչպես են ադրբեջանցիները չագեշտավոր ասած վերադառնում դեպի արևմտյան Ադրբեջան եւ ինքնըստինքյան նաեւ պետական մագարտակով հայեցակարգի ներկայացում։ Եթե որևիցե մեկը մտածում է, որ Նիկոլը կարող է ոչ ասել Ադրբեջանի նախագահին, ուրեմն այդ մարդիկ կամ անմեղ սունակ են, կամ միամիտ ռոմանտիկներ են, որովհետև համաշխարհային պատմության մեջ չկա գետ մեկ օրինակ, որ ծեծողը
հանգած հավասարը հավասարին իր կողմից ծեծվածի հետ բանակցի։ Այդ որ ասում են հայ-ադրբեջանական բանակցություններ, հարգելի կայան է, դա ծիծաղելի է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի բանակցություն չկա։ Ասենք տարբեր մակարդակներում Ալիևն է հանդիպում Նիկոլի հետ, Արմեն Գևորգյան կոչված են երևույթն է հանդիպում ասենք Շահին Մուստաֆայևի հետ։ Նույնիսկ Հայաստանի տարածքում կամ ինչ որ ազգային ժողովի նախագահներն են հանդիպում իրար հետ։ Բայց կարևոր է թե ինչ հարթության մեջ են։ Ադրբեջանական կողմը իմպերատիվ կերպով հրահանգում է, հրամաններ է տալիս սրանց, թե ինչ պետք է անեն։ Իսկ օրինակ նույն Սամվել Կարապետյանի վարչապետ օրինակ ընտրվելու պարագայում նույն Սամվել Կարապետյանը կարող է բոլոր հարցերում ոչ ասել նույն Ալիևին, օրինակ անհրաժեշտության դեպքում հանուն պետական շահի, հանուն քո երկրի շահի, օրինակ նա կարող է ոչ ասել նույն Վլադիմիր Պուտինին եւ այն վտանգները, որի մասին որ մատնանշեցիք, արդյոք այդ վտանգները կչեզոքացվեն նույն Սամվել Կարապետյանի վարչապետ օրինակ ընտրվելու պարագայում։ Ես օրինակ միայն չեմ ուզում Սամվել Կարապետյանի վրա սևեռվել, ցանկացած ընդդիմադիր ուժի ղեկավար, ով անցնում է ազգային ժողով եւ ի վիճակի է ընտրվել օրինակի համար երկրի ղեկավար, կարող է ավելի բարձր մագարտակով բանակցել թե ադրբեջանցիների հետ եւ թե մեր գործընկերների կամ մեր հագարագործների կամ մեր ուրեմն հարևանների հետ օրինակի համար։ Իհարկե, Գայանե ջան, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Այո։ Նիկոլը ինքը պարտության հայ ժողովրդի ստորացման, ինքնասեմացման սիմվոլն է։ Ձեր դուրը գալիս է, որ ասենք ձեր երկրի ղեկավարին Ադրբեջանի բռնապետ ասում է հարբեցող ծաղրածու։ Ես պարոն Համբարյան բազում անգամներ հայտնել եմ այդ մասին իմ տեսակետը։ Կազմակերպվող բոլոր հարսանիքներին Նեոլդու Փաշինյանի տակ ադրբեջանցիները տրջիկ են տալիս։ Դա մեր ամոթի եւ խայտարակության էջն է։ Բազում անգամներ այդ մասին վստահ եմ դուք էլ երևի թե ես որպես պատմաբան ձեզ երաշխավորում եմ նախ համաշխարհային պատմության մեջ չկա կետ մեկ դեպք որ պարտված ղեկավարը վերընտրվի նույնիսկ մեր հարևանների մեջ չկա նաև ասենք Վրաստանում տեսակ Վրաստանը Սաակաշվիլին տարավ պարտության հաջորդ ընտրություններին վրացի ժողովուրդը դուրս արեց նրան Իսկ ո՞րն է Փաշինյանի ֆենոմենը։ Այդ խարանը, այդ կապիտուլյանտ, այդ ստորացված երկրի եւ ժողովրդի խարանը, նրանք գոնե այդ պահով իրանց վրայից մաքրեցին որոշ չափով։ Չնայած համաշխարհային պատմության եւ դիվանագիտության մեջ արտված երկիրը կարող է այդ խարանից ազատվել մեկ պարագայում ռևանշի Պարոն Համբարյան, ո՞րն է ֆենոմենը։ Որեցնում են, որ ռևանշը դա վատ բան է։ Այսինքն, եթե քեզ ծեծում են, դու գնա չոքի, ասա ավելի շատ ծեծի։ Մենք հաճույք ենք դրանից ստանում։ Սա աբսուրդ է, աշխարհում նման բան չկա։ Եվ ցավով պետք է նշեմ, որ այս այլանդակ էքսպերիմենտը կատարվեց մեր ժողովրդի վրա, որովհետև կատարողները յուրահատուկ ձևով գիտեին թե մեր ժողովրդի նենք մեծ մասամբ հոգեբանությունը, այն որ իրանք առավոտից իրիկուն կարող են բազգաթորի մեջ վերընկած լինել, հեռախոսի մեջ նայել ու հեռախոսի մեջ լինել կամ պարապ սարապ բեսեդկաներում վերընկնել, բայց ասենք աշխատող մարդը մի փոքր լավ է ապրում, իրանք չեն սիրում։ Գիտեք չէ, աշխարհում չկա մի երկիր, որտեղ ուրեմն հարուստ մարդուն համարեն թշնամի։ Ասենք ֆրանսիացիների համար Բեռնար Արնոն դա բիզնեսի աստվածն է եւ նրանք բարդանում են նրանով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ասենք ով է պատկերացնում ամերիկյան բիզնես առանց Իլոն Մասկի, Ջոզեֆ Բեզոսի։ Իսկ մեզ մոտ մենք ինչ ենք տեսնում։ Եթե մարդը լավ է ապրում, ուրեմն վերջ, պետք է այդ մարդուն ամենավերջի վիրավորանքները տալ, կաշառակեր, բան, ինչ ասես ասում են։
Բայց նաև չմոռանանք, որ եթե օրինակ անդրադառնանք նույն չինովնիկներին եւ ներկա եւ նախկին չինովնիկների առումով, որոնք նաև կիսով չափ բիզնեսմեններ են, նրանք հարստացել են պարոն Համբարյան ժողովրդի հաշվին, նաև այդ հանգամանքն էլ չմոռանանք այդ մասին։ Այո, ուրեմն նայեք, տեսեք, այո, ես ինչ եմ ասում, հարցը կոռումպացված չինովնիկների մոտ ինչ է, օրինակ Սամվել Կարապետյանին ենք օրինակ բերում։ Այո։ Ասենք մարդ, որը իր կապիտալը կուտակել է ուրեմն դրսում։ Այո։ Բերել է այստեղ, ասենք հիմա ես բերեմ մի օրինակ, ասենք կարող է լեկտիաբար Նիկոլան Հողը կանգնի ասի մանկապարտեզից գումար է վերցրել, մեր զինվորականներից գումար է վերցրել, ուրեմն հեծը Այո, ես գիտեմ, մոտ 7000 աշխատող ունի։ Հիմա դուք պատկերացնում եք, ասենք մանկապարտեզի վրա հավելագրում արած, ասենք ինչպես են անվանում այդ աշխատողներին հեծում, արենդատոր, հա? Այո։ Ասենք այդ արենդատորը մանկապարտեզի տնօրենի հետ հանցավոր համաձայնության մեջ է մտնում։ Եվ ուրեմն մանկապարտեզի վրա 200,000 դրամ հավելագրում է տեղի ունենում։ Դրա համար ուրեմն Սամվել Կարապետյանն է մեղավոր, հա? Մի գիգանտ ուրեմն գիգանտ չէ, մի ամբողջ երկիր Նիկոլան Հողը տարավ պարտության, դիտավորյալ հրահրեց պատերազմը, տարավ պարտության, վերջում ասեց, բայց ես եմ մեղավոր։ Հիմա հարց 7000 աշխատող ունեցող հիմնարկում, ինչ որ մի հատ արենդատոր կամ լավ արենդատորը չլինի, թող մի փոքր ավելի բարձր լինի, տեղամասի պետ։ Այո։ Գնում է հանցավոր համաձայնության, ինչ որ ուրեմն զորամասի հրամանատարի հետ, ու դրա համար Սամվել Կարապետյանն է մեղավոր, լավ դուք պատկերացնում եք ինչքան ցածրակարգ կարող է լինել մարդը, որ նմանօրինակ կեղծ թեզեր մտցնի այդ ժողովրդի մեջ։ Դե փորձում են հնարավոր բոլոր միջոցներով, այո։ Քննարկել, ոյ, Սամվել Կարապետյանը այսպես այնպես, այ քեզ բան։ Հիմա կասեն, որ դու եմ աշխատում, որտեղ կարող են կոռուպցիոն երևույթներ լինել, նույն րոպեին ռեկտորն ասում է, դա այն գործը չի, ով որ փողը վերցնում է, որ փողը տալիս է, իրանք էլ մեղավոր են ամեն ինչում, եւ գլոբալ առումով, եթե ճիշտը վերցնենք, ճիշտ է, ինքը պետք է վերահսկի, բայց ամեն դեպքում բուհը, ասենք 400 աշխատող ունի, 7000-անոց հիմնարկը կարելի է ամբողջությամբ վերահսկել։ Ինչպես ասում են, վդոմինի բեզուրոդավ։ Միանշանակ, դե հնարավոր չէ աշխատանքի մեջ նաև բացթողումներ չլինեին։ Մարդուն վարկաբեկող թեզերը մեր հասարակության ինչ-որ մի մասի կողմից շատ նորմալ ընդունվում է։ Վերջին հարցը, պարոն Համբարյան, Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ հեղափոխություն կանի, եթե իրենց հաղթանակը լկտիաբար իրենց ձեռքից տանեն։ Եթե խոսվում է այս աստիճան մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, ապօրինությունների մասին, հա, որ տեղի են ունեցել տոտալ ընտրախախտումներ, հիմա ինչպես հասկանանք, ինչ է պատրաստվում վերջնականապես անել Ռոբերտ Քոչարյանը, եթե տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ։ Քանի որ ես Ռոբերտ Քոչարյանի թիմագիծը չեմ, քանի որ ես էլ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն հետ որևէ առնչություն չունեմ, ընդհանրապես կարող եմ որպես Հայաստանի սովորական քաղաքացի նշել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները կազմակերպեն հեղափոխություն, կրկնում եմ հեղափոխություն, ոչ թե հեղաշրջում, այլ հեղափոխություն, ինչպես առաջարկում էր Նիկոլը, ես կմասնակցեմ։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ պարոն Համբարյան ուշագրավ պատասխանների համար, մենք դեռ առիթ կունենանք հետագա զարգացումներին անդրադառնալու։ Շնորհակալ եմ ձեզ։ Ստես։ Հա, ստեսություն ձեզ։